Ողջույն աղջիկներս, բարի գալուց նոր վլոգ, մեր մոտ առավոտ շուտ է, ինչ ենք անում միած սուրճ ենք խմում միասին ու անցնում ենք մեր հերթական վլոգին։ Մեզ բոլորիս հիանալի օր եմ մաղթում, ամենակարևորը առողջություն, խաղաղություն և լիքը սեր։ Խես ծիծաղեմ Գյորգի ջան։ Սպասեք աթոռի չասնեմ, են անգամ ասում են Աննա ջան։ Աթոռներն իջացրում նոր վլոգ նկարի, բայց աթոռ ինչ էր խանգարում վլոգին չէի հասկանում։ Հələ մի հատ գրեք տեսնեմ աղջիկներս, իմաստը։ Աթոռը վերև կլինի, թե ներքև։ Վլոգ նկարողը այնպես, ինչպես որ Գյորգի, տամ։ Տոմնա հետո։ Գիտեք չէ, մեր տան չուպաչուպ սուտողը Գյորգին է։ Արդեն դառել երեխեք չեն ուտում։ Եկավ, տեսեք ոնց է գալիս։ Եկավ։ Ձյուն է գալիս, պատիկ, բոլորիս։ Ես չեմ ուզում։ Ինչի։ Ոչ։ Իլը։ Դենց որ դնում ես, պիտի ուզել չուզեմ խմես։ Կամ պտի խմես, կամ պտի չխմես։ Հա։ Էսի եփեպեցի։ Հենց նոր։ Մամա ջան։ Ինձ էլ կասես եփեփիր։ Սարսափ այս հասը, սոված փորիս կոֆե։ Դու գիտես երեք քանից եմ հաց կերել։ Այս կոֆեն Գիշերը զարթնել եմ, ոնց որ մի հատ հապ կերած եմ, ասում եմ բոլոր առավոտից չեմ ուզած ուտել։ Ոնց որ ուտելս չկա։ Էլի ոնց որ չուզեմ ուտել։ գար։ Գար։ Կարելի է գար ուտել։ Խաշլամ անել գարի։ Հենոր ներեցին։ Էդ է նորներ։ Կողերի որ մսենոր չեն։ Պա։ Արի։ Պապանի քիչ լսնի, հաստատ չես խմում։ Չէ, թողնա զոյաս կզանգի հետը կխմեմ։ Սուտա։ Ես գիտեմ որ սուտա։ Տաղի ժամանակ խմես սև ծնվի։ Առոժն շատ է ուտում։ Որից ժամանակ ոյ չկան առոժնի։ Ինձ ասում են Աննա ջան, շատ է երեխու շորեր նայեմ, երեխուց խոսում կարողա 4-րդ երեխուն է սպասում, գիտեմ որ սպասեմ պետք է աման չեմ բարձրաձայնելու։ Հիմա մոդա է, կամերան միացնում են ու հետևից թուղթը ցույց տալի, տեսնում ես որ վсё բալիկի են սպասում։ Մոդային նայնով մամատները կավեցին հետևներից։ Ահա։ Երեխաներն կեմանակ որ ունեցա արխային եղեք։ Ոչ պահելու է, ոչ թաքցնելու է։ Երիկիս բլոկնոտն է, այդ որ Սանտայի են խաղում։ Ես այս բլոկնոտ են նվեր տվել, մի հատ է գրիչ։ Ուրա գրիչ է։ Տաննա։ Նկարչություններ անում։ Ամենը նկարչություն անում։ Յատուտ։ Յատուտ։ Գրած է, ես այստեղ եմ։ Սիգլա գարած։ Ամեն ինչը նկարում է։ Երեք բուրատին, չէ, ինչ էր նկարի Աստված ջան։ Դիգա։ Ինգերը ստացե, հա, նենց է սիրուն էր նկարը։ Մտքին որ տնի երիգա։ Մտքին որ տնի։ Անենց սիրուն է նկարը, պետք է տանեմ։ Ես էլ գիշեր вообще չի զարթնել։ Ես պետք է տանեմ բան, նկարչական։ Вообще։ Արդեն էլինազ մեծ է, հեշտ կեղնի գնալ գալը հետը։ Էլի։ Կա, ոչ չկա։ Անցած տարի, այս տարի չուզեց, իսկ մի ուզում է։ Ինչ ասնի ուրիշ բան կուզե։ Քանի տարի Համլետը գնաց այդ ուշուսամբային։ Ես էլ չէի գրում սա ես մի համ իշուսամբա տոտարդու մինչև սորվա ուշուսամբա իշքան մեդալներ ունեմ քիչ խելք ասավ չուզեց։ Դա ինչ եղավ այդ մեդալները։ Հետո ֆուտբոլ ուզիմ, ֆուտբոլն էլ չեղավ։ Գնաց ինչ նկարելիս ցերկե լավ գիտես ցերկե աշխատանքներ։ Լավ կարիերա կունենար։ Որ գնում ես պետք է գնաս, չէ։ Չէ, մենք ցան արդեն իրանց ուզած ընտրի։ Բարև ձեզ։ Մաման ինչ անում։ Մաման խմոր է անում, ճիշտ է։ Էլինան մամային ինչ անում։ Օգնում է։
Պապուջանը։ Մամա։ Հակյոնքս։ Պատրաստում ենք խմոր աղջիկներս, քանի որ մեր հացը շատ շուտ էսպես սպառվեց, մենք նորից ինչ ենք անում, խմոր։ Տնական հացից լավ հաց չկա, այնպես որ արդեն շարունակական կլինի խմորները։ Հաճա։ Այստեղ ունենք արդեն ջուրը, ալյուրը հիմա կմաղենք, թեյնիկը միացնեմ, որպեսզի Գյորգին գա հաց ուտի, մենք արդեն կերանք վերջացրեցինք։ Աղջիկներս խմոր արդեն պատրաստ է, քանի որ անցած վլոգում ցույց եմ տվել ինչպես եմ խմորն անում, էլ այսպես չնկարահանեցի, որպեսզի չկրկնվի տեսահոլովակը։ Հիմա թողնում ենք հասունանա եւ այդ ընթացքում պետքա տոլմա պատրաստենք։ Այսպես։ Որը պուլտի է ավտոյնը, աղջիկներս էլիկը շուտ այգ է դպրոցից, տանում ենք Վարսավիրանոց մազերը կտրելու, նայք ինչ սիրուն եղոնակա, գնացինք բալի, կրնենք Վարսավիրանոց գանք, իսկական Եկանք աղջիկներս հերթ էր, ասեցին ժամը 1-ին կգաք։ Մի հատ կին էր նստած, մյուսն է պտի գար, ընդամենը մեկ աշխատողը։ Հիմա սպասենք, գնանք տուն ժամը 1-ին նոր կգանք։ Տակացավ, բայց տականում է եղանակները։ Да. Машина тепло? Հաճա։ Цирк. Ցիրկը ամսի 15-ին են գալու։ Չէ, 15-ին չէ։ Да? Сейчас 15-го будет это ինչեր են բաների անունները, դոմինոները, որ չէ։ 115. Բաները պետք է գան, բալես, այն որ հավաքում են, ինչ էր անունը։ Лего? Լեգոիստները, հա։ Իրանք են գալու։ Իջև եկանք աղջիկները, Սուսան տատիկ արդեն կաղան բա խաշում։ Այս կոնչոլի համար ես չէ անում։ Էսի կոնջոլի համար թթվի։ Ամիկ կոնջոլի ենք։ Երկու թթված է եղանավների տակնում է։ Երկու մի քիչ խաշած գալիս։ Աստեղ են ունենք, այն անգամ հիշում եք, որ ասի տոլմա եմ փաթաթում, տեսա չփաթաթի դրեցի թթվի ջրի մեջ արդեն թթվել է։ Աստեղ խմորս հասունացել է, մի անգամ արդեն հետո առաջ եմ արել, այսպես վրա եմ տվել հիմա։ Խմորը մեր անգամ վրային տալու։ Հա դե ես արդեն արդեն ենք տալում։ երկու անգամ խմորը քան երես։ Նայեք։ Ինձ գրում են Աննա ջան, հացի խմորը բուսայուղով չեն անում, մենագաղ, ջուր, դրոշ։ Արևներս խոհանոցը մի հատ է, պատրաստողները միլիոնավոր անձնավորություններ։ Ամեն մարդ տարբեր ձև է պատրաստում։ Ես չեմ ասում, հենց այս ձև են անում։ Ես ասում եմ, ցույց եմ տալիս իմ տարբերակ, ինչպես եմ ես անում։ Կցանկանաք օգտվեք, չեք ցանկանա մեկ օգտվի։ Արեք այնպես, ինչպես որ ձեզ է հարմար։ Ես դասեր չեմ տալիս, չեմ ասում ես ձև պետք է լինի, սենց պետք է արվի։ Ոչ, ցույց եմ տալիս իմ տարբերակը, վերցնողը վերցնում է, ընդունողը ընդունում է, ով էլ չի ընդունում, ես չեմ ստիպում, պետք է պարտադիր բուսայուղով հունցեք, որ ստացվի հաց։ Ամեն ձև էլ կարա կանեք, դուք ձեր հացը, ձեր խմորը, ձեր տունը։ Այսպես դռնիչ եմ վերցրել, իմս արդեն ջարդվել էր, այս ավելի լավ է, պետք է խոհանոցում բացեմ։
Բշկիկանես։ լեզեն Տորտ զարդարելու համար, սենց ուղասնելու համար, սենց սիրուն լապատկան, ու լապատկա չի, այլ դանակա, հա, որ սիրուն զարդարենք, մաղ, ես տեսքին, գույնին, եմ որ տեսա չդիմացա, կինն է բավականին մատչելի է, 250 ու շատ ամուր է, հաջան։ Чтобы там поставить спагетти, если там вода, то там все воды уходят. Да. Ես էլ տեսա չդիմացա, իրա մեծն է պետք է առնեմ։ Ինքն էլ գինը 490 ռուբլի է, էլի լավ ամուր է, սենց սիրուն, իրար հետ խոսում են։ Славно. Սիրուն է, չէ։ Ես էլ պեչենիների ֆորմա, ֆիքս պրայսից վերցրեցին ու պիլմենիների համար էլ լավ հավասար կտրեց ու սիրուն փաթաթեց։ 3 հատան ու ոչ միայն պիլմենիների, այլ մայսիկայի հետ գործանելուց, կրեմ զարդալուց մի խոսքով։ Ես ինչ արշեց, 80 ռուբլի էր եսի։ Եսի 100, եսի 250, եսի էլ 180 է, թե 200 էր, չգիտեմ։ Խանութից եմ առել սիրուններս, արտիկուլները չունեմ։ Ինչի։ Լավնա չէ։ Մաման բարով մաշին։ Բարոբաշնի։ Օպրես կյանքս դեհացդ կեր։ Տղուս մազերը կտրինք, աղջիկներ ջան, հիմա գնում ենք խանութ ու այնտեղից էլ տուն։ Սիրուններս մեր համեղ հացերը արդեն թխվում են, ինչպես տեսնում եք վրա ձու չեմ քսել և ավելի այսպես սիրուն, փայլուն, փափուկ հացեր է ստացվել։ Ձու որ քսում եք ինքը նմանվում է բուլկի, սենց էլ է նման բուլկի, բայց այն ժամանակ լրիվ ոնց որ հենց ինքը բուլկի լինի։ Իսկ առանց ձու սենց հացի է նման ու էլի բուլկի է նման, բայց իրականում դե հաց է, գիտեք։ Տոլմեն արդեն պատրաստ է, հացերը հերթով թխվում են, այնպես որ եկեք միասին համտեսենք սիրուններս։ Խմորի պատրաստման եղանակը ալիքում կա, ինչպես են պատրաստում, եթե կցանկանաք կարող եք պատրաստել և արդյունքում այսպիսի համեղ հացեր ունենաք։ Դե ինչ սիրուններս, մենք գնում ենք վայելելու, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում։ Աղջիկներս ամբողջ զգեստապահարանը սքանդել եմ, այստեղ որ սենց տեսնեք, սենց ծախ հագուստները, ես սենց ամբողջը դատարկել եմ։ Դուրս գալու հագուստներն առանձին եմ դնում ինչպես միշտ, ուղղակի այս անգամ չեմ ծալելու, պետք է այսպես վիշիլկաների վրա այսպես կախեմ և տեղափոխեմ։ Ձև լայն տաբատում եմ, որը շատ քիչ եմ հագնում, կարելի ասել տարին մեկ անգամ կամ հագնեմ, կամ չհագնեմ, այս ձև Young Line են, Orbis են ասում, ինչ են ասում։ Մի խոսքով այս սենց սիրուն կախում ենք, որպիսի նորից մյուս տարի հագնենք։ Ամառային այն, ինքը շատ բարակ է։ Ես էլ ամառային, ես կոժան, ձմեռը բնականաբար չեմ կարող հագնեմ, դրա համար այսպես սիրուն դնում ենք այստեղ, որը որ հիմա հագնում եմ, իրանք սկզբում եմ դնելու։ Այս մեկ ջնսը տաբատ հավասար կախեմ, որ այս երկու հիմնականում շատը ջնսե տաբատները սա, բայց դասականներ ունեի 3 տեսակի։ Սա տեսնեմ որտեղ եմ ծալետրել, այնքան շատ հագուստներ ունեմ, որ կարելի ասել ոչ բոլորն եմ հասցնում հագնել։ Տեսակ արդեն ինքը կախվում է։ Երևի թե իրա վրա չկախեմ, թե չէ կջարդվի։ Արհեստական են էլի այս կախիչներն այստեղ։ Այս կախում ենք զգեստապահարանում։ Որպեսզի համ հավաքի, համ էլ հիմա սպարտիկաներ իրենց կոմպլեկտով, ես տունը դեռ չէինք արել,
Այս վերևն ենք առել, եկել ենք արդեն նոր գործարքն ենք անում փաստաթղթերի հետ կապված, այդ ժամանակ ենք գնել օգոստոս ամսին, արդեն 3 տարի է, բայց ինքը իր տեսքը, գույնը ընդհանրապես չի կորցել, լավ էլ հագել եմ էլի, այնց է, որ չեմ ափսոսացել, այս մեկը մամաս առել, Ստեփանավան 2021 թվականին, որ կարծեմ առաջ անգամ երկար դադարից հետո առաջ անգամ գնացել եմ այդ ժամանակ։ Ես էլ ես վերջ անգամ էլի մամաս առել։ Արմինեին էի նվերցրել, Արմինեն չհոգան ես տվեց։ Սենց տարածված կախել, որ նորից չջարդվի։ Մատերիալն էլ լավ է, սևերինը, ու երեքն էլ լավն են։ Նախընտրում եմ քիչ հագուստ ունենամ, բայց որակով լինեն։ Ես բրենդների հետևից չեմ ընկնում, աղջիկներս, եղի նկատել եք իմ համար բրենդային ասվածը այսպես գոյություն չունի, կարևորը հագուստ լինի, կարևորը մաքուր լինի, ճղված չլինի և հագնելու ենթակա լինի։ Ну, տեսքը տեղը լինի, բայց ոչ այն, որ ես ինչ բրենդ են հանունը դնում 10,000, 20,000 ռուբլով ծախում, անունն է դնում հագուստը։ Հագուստը ամեն մարդ տարբեր ձև է հագնում, պետք է սազական լինի, էլի քեզ որ նոր հագնես։ Թե չէ գինը ընդհանրապես կապ չունի, հագուստով չեն մարդու արժեքները չափում սիրուններս։ Այսպես, հիմնականում շատ են ինձանից հագուստներից արտիկուլներն ուզում, աղջիկներս, ես Վալպրեսից ընդամենը մի շորիկ եմ պատվիրել, էդ էլ Ստեփանավանում եմ թողել, ես որ նոր էի հարս եկել, ես ժիլետս արդեն 11 տարվա պատմություն ունի, սկեսուրս եմ վերարել, այս էլ արդեն գիտեք աստղիկն է ուղարկել, ես իսկ կեսուրս ինձ անվիրել, այսպես ասեմ, ինձ ծալենք, որ շատ այսպես ուռաշ չլինի, էլի, չէ, ասմեոցոր շատ ստեղ, մեկը ստեղ համար չի սպասեք, այս սենց ազատ լինի, որ հավասար սիրուն կախվեն։ Հագուստ հանելուց էլ ման չես կա, մի անգամից կգտնես։ Ծալացնել եմ, որ հասմա ջուրը չի թափվի, ես շատ արագ եմ քանդում ու հավաքում։ Ես էլ ամամայցս եկել հասել ինձ, ես էլ ամամայցս եկել հասել, իր արտիկուլն եք ուզում, ես էլ ամամաս նվիրել, ես էլ Կայանն նվիրել, ասեք, Կայանը մորքուրի աղջիկն է, Գյորգիի մորքուրի աղջիկն է։ Так, ես ստեղ, ես հատվածը գրեթե վերջացնում եմ, ես արդեն ձմեռային է, ես ձմեռ շատ այսպես տաք հագուստներ չեմ հագել։ Շարունակում ենք աղջիկներս։ Այլինա ջան։ Ինչ? Ինչ ես ուզում։ Աստեղ սենց սիրուն շորիկ ունեմ։ Արդեն 10 տարվա։ Ընդամենը 2-3 անգամ ամանորին եմ հայքել։
Բայց էլի որ հագնում եմ, հագը սիրուն նստում եմ։ Կազմվածքը չի փոխվել էլի։ Երիկից հետո այսպես լավ էլի սենց լսվել էի 74-75 կիլո էի գշրում։ Բայց հիմա արդեն նորից, նու ոչ թե հիմա, այդ Արսենից ընվելուց հետո մի անգամից կորցրեցի լավ քաշ։ Ու այսպես արդեն հավաքում կորցնում ենք, Այս Արսենի ժամանակի այդ ժամանակին գնել 5-6 տարի առաջ եմ առել ու էլ ինք իր տեսքը չի կորցնում, են որ գինը համապատասխան էր իրեն։ Սանյութիկն անվեր տվել, կարմիր, կապույտ, սև։ Այս շորիկս հիշում եք։ Այս շորիկս էր արդեն քանի տարվա էլի 5-6 իրար հետ են գնացել առել։ Այս ռեպսիկ մորքուրն անվեր տվել, դեռ ընդհանրապես չեմ հագել, յառլիկը նույնիսկ վրան է, ամառը։ Շորիկները, նու դեռ չի վերջացել, նակում ենք սիրուններս, ինքն շատ է, որ չգիտեմ ինչ անեմ։ Այս տեսակ սպարսիվկաներ ունեմ։ Այս մեկը Արսենս որ նոր էր ծնվել, Ամերիկայից աննան ինձ պասիլկա էր ուղարկել։ Այս սպարսիվկեն արդեն գիտեք 5 տարի արդեն հագնում եմ, Արսենս ծնվել, նույն 4 տարի ու կես։ Ու դեռ էին որ ասման գույնը տեսքը ընդհանրապես չի գցել։ Ուզում ես նկարես։ Այս կոմերդս ես փայլեր կար մենակետ է պոկվել ու միջև այսօր հագնում եմ ես մեկ։ Ես պետք է առանձին ծալեմ դեմ տնային։ Այս էլ յառլիկը վրեն, էլի սենց հարևանուհիս էլ տվել։ Բաբուշկես։ Так, ստեղ ունեմ սենց շորիկներ, ես մենք իրար հետ ենք առել, արդեն ձեզ ցույց եմ տվել, գիտեք։ Առաջ ես ընդհանրապես շորիկներ չէի հագնում աղջիկներս, բայց որ ասում եմ տարիքի հետ ամեն ինչ փոխվում է, նույնիսկ նախասիրությունները հիմա իմն է։ Ես այն ժամանակ շորիկները չգիտեի ինչ գույն է, չէի ուզում տեսնեմ։ Միայն ջնսետաբատներ էի հագնում, սպարսիվկա եւ այլն։ Իսկ հիմա սենց շորիկների սիրահար եմ դառել։ Այս էլ է շորիկ քարերով։ Իր արտիկունն էլ եք ուզում չկա։ Վալբրեսից չեմ պատվիրել։ Այստեղ սենց փայլուն սիրուն տաբատ է, սև էլի սենց դասական, գիտեք չէ, տեսնում եք, այսինքն, որ իմ բոլոր հագուստները դասականին են մոտիկ, կլասիկային դասական են, այսպես սիրուն էլի շորիկ է, այս մատերը քարերով, սենց սիրուն, այս շորիկով էլ նկար ունեմ, Էլինային է սպասում, Էլիկին անդադ իր շորերով է տանում բակատովքի և են հագուստով են ծաղկավոր, որ թորս ես շատ մեծ չերև արտահայտիչ։ Так, էտ էլ է ձև, աստեղ սենց սիրուն կարմիր շորիկ սվիտեր ունեմ, նու շորիկ, ոչ թե շորիկ, այլ վերև, այլ բլուզ։ Գիտեք չէ, կարմիրի սիրահար եմ։ Հիմա մնում է տեղավորեմ աղջիկներս։ Որ շորիկները արդեն ամբրանը պետք է հագնեմ, այսպես սիրուն ես կոմում դնեմ, որ ինչ չհանգարին։ Դեռ աշխարհի հագուստներ էլ աղջիկներ ջան դեն եմ նետել, հեռացրել եմ զգեստապահարանից, գիտեք, ես շատ շուտ եմ հեռացնում,
Ուղղակի այս անգամ որ ասեցին Աննա ջան նկարահանի շատ հետաքրքիր է, ինչ հագուստներ ունես եւ այլն, որոշեցի նկարահանել։ Ну, հետ էլ այդպես աղջկաս բոլոր շորիկները հավաքել եմ, այս մեկը թողել եմ։ Հիմա այս մեկն էլ կվերցնեմ։ Հələ նայեք ինձ սիրունա։ Անու տատիկը որ եկել էր այդ ժամանակ էր բերել, ինքը Էլինան շատ սիրուն պահում է, հələ նայեք նպաստակներով, հետո կմեծանա, կտամ իրան, կասեմ ես կա նվերն ապալես, չէ, կյանք, չկեղտոտ ես, հա, սպասիս, ես թայկեմ տա, այս են, հələ այդպես անու տատիկ իրան ինչ էր բերել, Ասանող, ես ծմեր բան տեսին, աղջիկ ջան, խիչ ես հանում, խիչ ես կրում։ Ես եմ ասում, էլի, ինձ որպես թիկնոցել ինձ սիրուն է։ Ես մեկ, սենց այնքան սիրուն բաներ են անում, ես շարֆերի հետ կապված, սենց մատանի են դնում, կապում են, սենց, չգիտեմ, սարքում են սվիտեր, հետո մայկա եւ այլն Ես մեկ, ես երկուս Ասել աստղեկիս ուղար կարծնա Ես մեկ վայթեմ հոնեմ երկարա Ուղղակի, գիտեք, համ գլխարկից եմ նեղվում, համ ակնոցներից եմ նեղվում Համ շարֆերից եմ նեղվում, համ պայուսակ բռնելուց եմ նեղվում Մի խոսքով Ես չեմ սիրում, որ իմ վրա ինչ-որ ավելնորդ ինչ-որ բաներ ալինում Նեղվում եմ Դրա համար չեմ կրում Ունեմ ամեն ինչից էլ, բայց չեմ կրում Ժամացույցից նեղվում եմ Ոսկեղեններից նեղվում եմ Եվ այլն Ես ազատ այսպես որ ուզում եմ լրիվ ազատ ոչ մի բան չլինի դրամապանակ դա կասեք ինչքան դուր կա ներսում դրամապանակն է Աննաս ավարկել Ամերիկայից իրա հետ ռեմեն կար ուղղակի որ ես սենց չէի գցում ես վրազ որ չէի գցում այսպես միշտ հանած եմ պահել տեսեք ծանոթա 500 դրամ Chcem կասես մեջ Հա ջան Գյորգի տարակն է դասավորեմ սիրուններս ու անցնենք առաջ Հա Ջանա Այսպես արդեն սիրուն գիտեմ, որը որտեղ է եւ ազատ կարող եմ վերցնել ու էլ չի խառնվի իրար։ Ահա